Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVK-ի մի տաղավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Տիգրան Պարսիլյանին։ Բարև ձեզ, պարոն Պարսիլյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու դատախազության միջնորդությանը, սակայն կալանավորելու միջնորդությունը մերժել է, այդ մասին հայտնել է Արամ Վարդևանյանը եւ տեղեկացրել է, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն նույն գործով, ինչ որ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսան Ալեքսանյանին, իսկ նա մեղադրվում է հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Այն ինչ իրանց բնորոշ է, կարևորն էստեղ է նա, որ քրեական վարույթ հարուցելու թույլտվությունը տրված է, թե ինչի կալանավորման թույլտվություն չեն տվել, կարծում եմ ինչ որտեղ զգուշավորության եւ քան որ երևի մոտ է գումարման գործընթացներին չխառնվելու միգուցե փորձ է եղել, բայց այդ մեծ խնդրեմ չի, կալանավորման կարիքը եթե կտեսնվի, նույն ազգային ժողովով հնարավոր է այդ կալանավորման թույլտվությունը ստանալ։ Իսկ թե ինչ գործով են դատում, իրենց բնորոշ գործ է, ուրիշ գործ չէր կարող լինել։ Մենք բոլորս ենք այդ տեսել, ու լավ է, որ արդարադատությունը արդեն ոչ թե առանձին գործերին է սկսում վերաբերել, այլ ավելի հասնում է կենտրոնացված, այսինքն որտեղից որ սկսվել է այդ ամեն ինչը, որտեղից մենք բոլորս էլ գիտենք, թե որտեղից է այդ ամեն ինչը սկսում։ Երբ նայում ենք նրանց աջակիցների մեկնաբանություններին, անընդհատ ասում են, թե սա քաղաքական հետապնդում է, մինչդեռ սա շատ ծանր մեղադրանք է, կարելի ասել։ Այդ նույն պնդումները մենք տեսել ենք երևի թե 2021-ից եւ նույնիսկ ավելի շուտ, որովհետեւ 2021-ից էր, որ այդ պրակտիկան որդեգրվեց քրեական հետապնդումներից խուսափելու համար քաղաքական ինդուլգենցիաներ ստանալը, քաղաքականության թևերի տակ պաշտպանվելը, իբր քաղաքականությամբ զբաղվելը, որ հետո, երբ որ որևիցե գործ հասնի իրենց դռանը, այսինքն երբ որ նկատելի է լինում, միշտ երբ որ նկատելի է լինում այդ մոտեցումը, իրանք անմիջապես դառնում են քաղաքական գործիչներ ու սկսում են զբաղվել քաղաքականությամբ, նույնն էլ այստեղ է, այսինքն եթե գործ կա, ու այն էլ ամենամեծ հանցանքներից մեկն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ ժողովրդի կամքի դեմ ոտնձգությունը, դրանից են կողմից չեմ պատկերացնում քրեական որևիցե գործ, որը շատ ավելի վտանգավոր եւ ավելի եղկելի կարող է լինել, քան այդ գործն է, որտեղ ելի եմ ասում ժողովրդի կամքի խեղաթյուրումը եւ ժողովրդի կամարտահայտման դեմ արված հանցանքը իմ համար ամենաեղկելի եւ պետության դեմ արված հանցանքը, իսկ պաշտպանությունը դա իրենց բնորոշ պաշտպանությունն է, սկսում են զբաղվել քաղաքականությամբ, հետո երբ որ քրեական գործ փաստացի քրեական գործը փաստացի մեղադրանքով, այդտեղ ոնց կարող քաղաքական հետապնդում լինի։ Նայեք, վերջին շրջանում երևի մեկ շաբաթ է Նարեկ Կարապետյանը իր աջակիցների կամ թիմակիցների հետ շրջում է գյուղերում, հատկապես այն համայնքներում, որտեղ իրենք առավելագույն ձայներ են ստացել եւ ինչ որ ասում որ նախընտրական խոստումներ տվել է, եկել է իրականացնելու գյուղտեխնիկա է նվիրում գյուղերին, 5-րդ բալիկն ունեցող ընտանիքին բնակարան էր խոստացել, ասել է որ դա են տալու, քանի որ նաեւ Ստեփանավան համայնքում, աշնանը նախատեսված են թիմ ընտրություններ, այստեղ եւս իրավապահներն անելիք չունեն։ Կարծում եմ ունեն, որովհետեւ եթե մարդը պնդում է, որ խոստում եմ տվել ու հիմա կատարում եմ, արդեն իսկ ստեղ վտանգ կա, իսկ մարդը բացահայտ ասում է, որ ինքը նախընտրական խոստումներ տվել է առնվազն, որտեղ եթե չի տվել ինչն է իրականացնում եւ կարծում եմ իրավապահները կարող են այս հայտարարությունները եւ այս պահվածքը վերցնել քննության եւ փորձել հասկանալ կա այստեղ արդյոք քրեական որևիցե բան թե չկա, որտեղ այդ գնահատականը պետք է այդ մարմինները տան, բայց առնվազն ես իմ կողմից այդտեղ խնդիր տեսնում եմ։ Մանդատաթափությունը, ինչպես ասում են, Ուժեղ Հայաստանում շարունակվում է, падգամավորական իրենց մանդատներից հրաժարվել են Լիլիա Շուշանյանը, Գոհար Մելոյանը եւ Ավետիս Առաքելյանը։ Ըստ ձեզ ինչով է սա պայմանավորված։ Ու էլի 100 քանի հոգի Կարծում եմ մի կողմից նախ պայմանավորված է նրանով, որ այս մարդիկ քաղաքականությամբ զբաղվել ոչ հավես ունեն, ոչ նպատակ, ոչ բան։ Այս մարդիկ քաղաքականությունում դիլետանտներ էին, որ պահի տակ որոշեցին տենց ոնց որ միած ՍՊՀ կհիմնեն, տենց էլ ինչ որ կուսակցություն հիմնեցին, ինչ որ առաջադրանք քաղաքական առաջադրանք կատարելու, այդ առաջադրանքը չեն կատարել ու հիմա ինչ իմաստ ունի իրենց մնալը իրենց համար, իրենց անձնական շահերի տեսանկյունից, որովհետև հասկանալի է, որ իրանք պետական շահերից ելնելով չէր, որ այդ գործընթացները սկսել էին եւ անձնական շահերի տեսանկյունից շարունակելու իմաստ կարծում եմ իրանք էլ հասկացել են, որ չկա, որ ու նաեւ իրանք հասկանում են, որ պոտենցիալն էլ չունեն, որտեղ ելի եմ կրկնում, իրանք քաղաքական դիլետանտներ են, իրանք մարդիկ են, որոնք ոչ միտեղ չկային, որևիցե տեղ չկային, ոչ մեկ իրանք չգիտեր ու մեկ էլ հայտնվեցին, էլի, որովհետեւ
առնվազն օրինակ եթե դիտարկենք մեր քաղաքական ուժը, քաղաքացիական պայմանագիրը 4 տարի չի որ գոյություն ուներ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիրները քաղաքականության մեջ էին դեռ հեռավոր 2008-ից էլ առաջ եւ 2008-ում թրծվեցին եւ դրանից հետո թրծվեցին, այսինքն քաղաքականությամբ զբաղվել պարտադիր չի իշխանության մեջ լինել, իսկ այս մարդիկ իրանց համար իրանց բիզնեսով են զբաղվում, եկան քնահարամ եղան, քնահարամ արեցին, հիմա էլ երևի գնում են էլի իրանց տենց ձմեռային քնին, տենց իրանց ոչ էլ հետաքրքիր է քաղաքականությունը, որտեվ եթե մարդը իրական պետական շահերից ելնելով էր process-ը սկսել, այդ դեպքում ու վտանգ էր տեսել պետային ինչ-որ են ստերը, են ամեն ինչ որ հորիմում է, որ հայ հեսա Հայաստանի Հանրապետությունը չի լինելու, հայ հեսա 300,000 ադրբեջանցի եւ այլն, ել ավելի մեծ թափով իրանց պետքա ստիպեր շարունակել իրանց գործունեությունը։ Այստեղ շատ պարզ է դառնում, որ մարդիկ պարզապես լվանում են ձեռքերը, իսկ որոշ դեպքերում էլ կարծում եմ ազատվում են անվստահելիներից, որովհետեւ հարյուրավորների դուրս գալը արդեն իմ մոտ առնվազն տպավորություն է ստեղծում արդեն քաղաքական վախի, որ ինչ որտեղ ինչ որ կետում կարող են այդ անվստահելի տեխնացուները իրենց ուզած ճանապարհով չգնալ։ Ձեզ անընդհատ ասում էին փոքրիկ խմբակ, կարծեք թե իրենք են վերածվել փոքրիկ խմբակի, ինչպես տեսնում եք։ Դելիտանտությունը հենց դրանում է կայանում, որովհետև իրանք ասում էին ու անում են, տալիս են գնահատականներ, խոսում են բաներից, որոնք 5 րոպեվա կյանք չեր ունենալու։ Եթե նույնիսկ սուտ են փորձում ասել, կարծում եմ մի քիչ ավելի խելացի մարդը կարար մտածել, որ պետք է առնվազն իր խոսացած սուտը նենց է լիներ, որ այդքան շուտ փուչիկի պես չպայթեր, որ այդքան շուտ խայտարակ չլինեին, բայց իրանց ասածները մի օրվա, երկու օրվա կյանք ունեցող սատեր էին։ Փոքրիկ խմբակն էլ նմանատիպ մի բան էր, այդ տրամադրությունը, այդ տրամաբանությունը, իբր իրանք ուժեղ են, մյուսները փոքր են, մյուսները քիչ են, մյուսները այդ փուչիկի պես պայթելու էր այդ իրանք հենց սկզբից են իրանց թուլությունը ցույց տալիս, իրանց փոքրիկությունը ցույց տալիս, այսօր հերթական սուտներ որ տրակեց։ Հետաքրքիր է, որ հատկապես Նարեկ Կարապետյանն ներուր գնում էր քարոզարշավի ժամանակ, խոսում էր 300,000 ադրբեջանցիների գալու մասին, եթե քաղաքացիական պայմանագիրը վերընտրվի։ Հիմա շատ ինտենսիվ շրջում է համայնքներում, նրանց խնդիրներն է գույքագրում, ինչ որ նվերներ է տալիս եւ այլն։ Հետաքրքիր է քաղաքացիները չեն հարցնում, նկատել եք, որ ադրբեջանցիները գան այդ դեպքում։ Անկեղծ ասած Նարեկի տենց կոորդինատների փոփոխությանը ես այդքան էլ չեմ հետևում, որովհետեւ իր դեպքում ոչ այլ ինչ տակը չկա, բացի դիրքի փոփոխությունից չեմ հետևել, չեմ բանարել, բայց կարծում եմ պետք է այդ հարցը տա ժողովուրդը, պետք է հանդիպելուց այդ հարցը տա, ոչ միայն նրա համար, որ նրանք այդ պնդել են, այլ են լկտի տեսահոլովակներ, են խայտարակ տեսահոլովակները, որ արվեցին իրենց կողմից, կպնելով մեր, ճարտարապետական կարևոր կառույցներին, պատմական կարևոր կառույցներին եւ այլն, կարծում եմ, որ այդ ժողովուրդը պետք է իրանց տեղում այդ հարցը տա, իսկ ուր են այդ 300,000 ադրբեջանցիները։ Չնայած ինձ թվում է իրանք էլ դրա պատասխանը գիտեն ու դրա համար չեն տալի։ Առնվազն այն հատվածը, որ պիտի տա այդ հարցը, այդ հատվածը դրա պատասխանը ունի, տալու կարիք էլ չունի, ժամանակն էլ երևի թե ավելի թանկ է գնահատում, քան Նարեկ Կարապետյանի հերթական սուտը իր դեմքին տենց փոխանցելը մեղմ, եթե արտահայտվենք։ Խոսենք նաև Գագիկ Ծառուկյանի կալանավորումից, նրա աջակիցները եւս համարում են, որ սա քաղաքական հետապնդում է, ինչպես նաև Արեգնաս Մանուկյանի կալանավորումը, ինչ կասեք։ Քաղաքական հետապնդում լինելու համար պետք է լինի քաղաքական սուբյեկտ։ Գագիկ Ծառուկյանի դեպքում նույնիսկ քաղաքական սուբյեկտը տեսնել հնարավոր չի, որովհետև Գագիկ Ծառուկյանը քաղաքական սուբյեկտ չի։ Քաղաքական սուբյեկտ չի ոչ միայն մեր հայացքում, էլի, սա պարզապես վիրավորանք չէ, էլի։ Ես չեմ տեսել որևիցե մեկը Գագիկ Ծառուկյանին որպես քաղաքական սուբյեկտի վերաբերվել։ Մեծահարուստի վերաբերվել են, այդպես սպորտսմեն մեկի վերաբերվել են, վախացնող մեկի որպես վերաբերվել են, արյուսների ինչ որ տենց արյուսներ պահող մեկի վերաբերվել են, բայց նույնիսկ այն մարդիկ, որոնք իր կողքին էին, իրան որպես քաղաքական գործիչ չէին վերաբերում, իրան տենց իբր մեծահարուստ, որը կարա ինչ որ հարցեր լուծի, ինչ որ բաներ անի, ինչ որ process-ներ սկսի, բայց քաղաքական պետք է ախր քաղաքական սուբյեկտ լինելու համար քաղաքական խոսք պետք է ունենալ։ Քաղաքական խոսք ունենալու համար նախ պետք է հոդաբաշխ խոսք ունենալ, հետո նոր քաղաքական խոսք ունենալ։ Իր դեպքում այդտեղից սկսած այդ տրամաբանությունը վերանում է, էլի, ուր այնտեղ քաղաքական սուբյեկտ, որ քաղաքական էլ հետապնդում լինի։ Այ մի հայտարարություն էր տարածել վերջերս, համենայն դեպս իր Facebook-յան պաշտոնական էջով, որ իր ձեռնարկությունների կասեցումը արվում է իրեն ցավ պատճառելու համար։ Իր տղայի գալն էլ ցավ պատճառելու համար էր, չէ, որ ասում էր, եթե իմ տղան վերադառնա, ուզում եք ինչ-ինչ ցավեցնեն տղայիս միջոցով։ Այստեղ շատ կարևոր է, եթե կա դրա տակ իրավական հիմքեր։ Հիմա որ ցավում է, ինչ անենք։
այսքան չանենք, որպեսզի չցավեցնենք այդ ծիծաղալու տրամաբանությունը եւ այլ, որ մի բանտարկյալի, որ մի հանցագործի համար ցավ չի, որ իրան բռնում նստացնում են, իրան զրկում են ազատությունից, բայց դա կտակ քրեական կոնկրետ հիմք եւ այլն։ Այսինքն ինչ անշանակ ինձ ուզում են ցավեցնեն, դե հիմա ցավում է, թող սկզբից մտածեր չաներ բաներ, որոնք հետո ցավ են առաջացնում։ Եվ նրա ձեռնարկություններում աշխատող մարդկանց ճակատագիրը բնականաբար հուզում է բոլորիս, բայց ընդդիմությունը դա շատ է շահարկում, որ ահա տեսակ հեսա այսքան մարդ մնալու են առանց գործի եւ այլն, դուք ինչ տեղեկություններ ունեք, հա, որպես իշխող ուժի ներկայացուցիչ։ Օրինակ Արադ ցեմենտի չէ, կարծեմ հենց վերաբերյալ արդեն պետությունն ինքն է փորձում կառավարումը իր վրա վերցնել, որպեսզի աշխատողները չտուժեն։ Դրա շուրջ կարծում եմ շատ նրբանկատ կլինեն իշխանությունները, առնվազն իրենց մեր գործողություններում դա երևում էլ է, բայց պարզա որ ամենաշատը հենց մեզ ձեռ չի տալի, նույնիսկ եթե այդ տեսանկյունից նայեն, որ մեր քաղաքացիները դառնան գործազուր կամ եւ այլն, այդ քաղաքացիներին ոչինչ չի սպառնում, մենք նաեւ տեսանք նույն Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի հետ կապված չէ, սկզբից եղան քաղաքական շահարկումներ, փորձեցին այդ աշխատողներին քաղաքական process-ների մեջ ներառել, բայց այն աշխատակիցները, որոնք թույլ չտվեցին իրանց որպես քաղաքական գործիք օգտագործել, այդ աշխատակիցները էլի շարունակում են աշխատել, նույնն էլ կլինի մնացածի դեպքում, բայց առնվազն հնարավոր չի, եթե կա, էլի եմ ասում, քրեական հանցագործություններ, եթե կա օրինակ տնտեսական հանցագործություններ, ինչա այդտեղ կան աշխատողներ, ոչինչ չարվի, տենց մենք կհասնենք նրան, որ բոլորն էլ կստանան ինդուլգենցիա, ոնց ուզեն աշխատեն, հարկեր թաքցնեն, փողեր լվանան, տարատեսակ հանցագործություններ անեն ու հետո պաշտպանվեն իրենց աշխատողների թիկունքում, դա չի լինում։ Պարզապես այդ մարդկանց շրջանում ամենատարբեր լուրեր են տարածում, թե դուք անգործ եք մնալու, ձեզանով ոչ ոք չի զբաղվելու, դա մարդիկ էլ գիտեք այդ վատ տեղեկությունները ինչպես են տարածում։ Դա իրական մեդիա մանիպուլյացիաները, այդ ինֆորմացիոն կռիվը անընդհատ է։ Կարծում եմ մենք էլ պիտի ամեն պատե առիթի հիշեցնենք, որ քաղաքացուն գործազուրկ դարձնել չի, բացի դրանից էլ հանցագործի իրենք չեն։ Այսինքն վտանգ սպառնում է նրանց, ովքեր գործել են որոշակի քրեական հանցագործություններ։ Սովորական աշխատակիցը ինչ խնդրեմ պետք է ունենա այդ դեպքում։ ԲՀԿ-ից Արման Աբովյանը այսպիսի մի հայտարարություն է արել, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները Գագիկ Ծառուկյանին հետապնդելով կարող են գործը հասցնել Իրանի հետ հակամարտության։ Հետաքրքիրն է, որ նաև իրանցիները հանդես եկան, որ այստեղ քաղաքական որևիցե բան չկա, սա իրոք քրեական գործ է, որ այստեղ հենց իրենց շահերն են նաև առանցքում ու հիմա իրանք ասում են, որ սա կարաբերի Իրանի հետ հակամարտության, այնինչ հակառակը կարծում եմ իրանք որ մի քիչ լավ մտածեին, այն ինչ մեջ որ իրանք մեղադրվում, այ դա եթե չլիներ, Իրանի հետ հարաբերությունները վտանգի տակ չէին լինի։ Փաստացի Իրանը ինքն է պահանջել նաև այս քրեական գործի մասով, այսինքն կա նաև Իրանում հարուցված քրեական գործ եւ այլն, այս մասով մեր ունեցած տեղեկություններով ու կարծում եմ Արման Աբովյանը պարզապես գլխի վայր է հասկացել, ինչ հասկացել է, որտեղ ճիշտ հակառակն է տեղի ունենում։ Քանի որ խոսեցինք, որ աշնանը տարբեր համայնքներում թիմ ընտրություններ են տեղի ունենալու, մենք էլ ամենօրյա ռեժիմով տեսնում ենք, որ դեռ երեկ էլ, հա, ուժեղ Հայաստանի ներկայացուցիչների ձերբակալություններ ընտրակաշառքի գործով։ Ձեր կոչը ո՞րն է բոլոր այն ուժերին, որոնք այս ընտրությունների, նախորդ ընտրություններին ընտրակաշառք են բաժանել եւ պատրաստվում են մասնակցել թիմ ընտրություններին։ Իմ կոչը ընդհանրապես այն կլիներ, եթե բայց իհարկե սա կդիտվի որպես քաղաքական բան, իրանց տեղը ես ընդհանրապես չէի մասնակցի, որովհետև պարզա որ առանց այդ ընտրակաշառքի իրան գոյություն չունեն, իրանք շեմ նույնիսկ չկարողանան հաղթարեն եւ իզուր տեղը ջանք ու էներգիա են ծախսելու, իսկ ընտրակաշառքն էլ տեսնում են թե ինչպես է ավարտվում այդ ամեն ինչը, որ իրական իրավապահ մարմինները զգոն են, աչալուրջ են, որ երկրորդ անգամ չի ստացվելու անել այն ինչ որ իրանք փորձեցին անել ու հիմա կրում են դրա հետևանքները, թե հետո էլի պետք է գան ասեն որ քաղաքական հետապնդում է։ Չի նայելու տես բան, որովհետեւ վերջը Հայաստանի Հանրապետություն պետք է հասնենք մի կետի, որ ընտրակաշառքը այնքան խորտ լինի, որ մարդկանց նույնիսկ տենց
պետք լինի մեկնաբանել, թե ինչ է նշանակում ընտրակաշառք։ Խոսենք նաև ՀԵՑ-ի Ռոմանոս Պետրոսյանի գրառման մասին։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում պետական բյուջեը վճարել շուրջ 12.6 միլիարդ ՀՀ դրամի հարկեր եւ տուրքեր։ Նա նաև ընդգծել է, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում 2025-ի առաջին կիսամյակում կատարված վճարումներից ավելին է շուրջ 62%-ով։ Քանի որ խոսում էինք Արարատ ցեմենտի մասին, այսինքն այս ամբողջ ընթացքում հերիք չի գործազուրկ մարդիկ չեն եղել, նաև պետական բյուջեն է լցվել։ Նաև պետական բյուջեն է լցվել, նաև այսինքն ՀԵՑ-ի աշխատակիցները ավելի հանգիստ են գլուխները դնում բարձին, որովհետև էլ հավելագրումներ անելու կարիք չունեն, էլ մանկապարտեզների եւ զորամասերի վրա հավելագրումներ անելու կարիք չունեն։ Բացի դրանից, այստեղ նաև շատ կարեւոր է, որ ՀԵՑ-ի պարտքն է արդեն ահագին մեծ մասով փակվել, վերջապես այսինքն ՀԵՑ-ը դառնում է ազգային տենց ունեցված կամաց, որովհետև մենք գիտենք, չէ, որ ՀԵՑ-ը գրավ էր դրած ամբողջությամբ 100%-ով ու պարտքեր էր կուտակած։ Այսինքն ոչ միայն գործիչ չեն զրկվել, ոչ միայն բյուջե է լցվում, այլ այդ մարդիկ շատ ավելի հանգիստ կարող են լինել, որովհետև իրանց կազմակերպությունը այլևս գրավի տակ դրված չի լինի, իրանց կազմակերպությունը այլևս ապօրինի գործողություններ չի անում, որոնք երբեմն նաև իրանք էին ականատես լինում եւ ստիպված են լինում լռել, իհարկե դրա հետ շատ-շատերը հաստ չլինելով, բայց ստիպված են լինում լռել, որովհետեւ էդ էր մեթոդը, էդ էր մեխանիզմը, որ աշխատում էր։ Հենց որ նույնը կարծում եմ սպասում է եւ Արարատ ցեմենտի աշխատակիցները, իրանք շատ ավելի հանգիստ կսկսեն աշխատել ու ապրել եւ ավելի գլուխները բարձր կարող են ման գալ, որ այս դեպքում ոչ թե ինչ որ գումարների լվացմամբ է իրանց կազմակերպությունը զբաղվել կամ որևէ ապօրինի, այլ իրանք իրականում ծառայում են իրենց աշխատանքով ծառայում են Հայաստանի Հանրապետությանը։ Հիբրիդային պատերազմները չեն դադարում, թեև նախընտրական շրջանում եւ ընտրություններից ուղիղ այդ ընթացքում մի 10-օրյակում ավելի ակտիվ էին, հիմա մի քիչ ավելի քիչ, արտահանումների հետ կապված մի քանի օր առաջ տեղեկություն էին տարածել, որ Իսպանիա արտահանված հայկական ծիրանը ճանապարհին փչացել է, այնինչ պարզվեց, որ մենք դեռ Իսպանիա ծիրան չենք արտահանել։ Դե պետք է ամեն ինչ արվի, արդեն քանի որ այլ գործիքներ, այդ նույն հիբրիդը տարբեր բաներից է իհարկե, տարբեր բաղկացուցիչներ ունի, եւ այն բաղկացուցիչներում, որտեղ իրենք պարտվում են, պետք է փակեն ինֆորմացիոն մանիպուլյացիաներով եւ դա իրանց մոտ ամենալավ ստացվողն է, որտեղ մնացածներում չեն կարողանում հաջողեն, ու կարծում եմ, սա անընդհատ է լինելու, դրա համար մանավանդ 21-րդ դարում ինֆորմացիոն պաշտպանվածությունը երևի թե յուրաքանչյուր քաղաքացու համար կարևոր է եւ այստեղ միակ խորհուրդը այն պետքա լինի, որ մեր քաղաքացիները ցանկացած լուր փորձեն մի քանի աղբյուրից ճշտել, փորձեն սկզբն աղբյուր գտնել կամ առնվազն գոնե ունենք որոշ տենց հետաքննություններ, լրատվական հետաքննություններ անող լրատվականներ, փորձեն այդ լրատվականներին հետևել, այստեղ իրանք շատ անելիք ունեն մոռանալով իրենց անձնական ամբիցիաները եւ այլն, կարծում եմ, այստեղ բոլորը պետքա դառնան պաշտպանության գործիք, որովհետեւ այստեղ պետական շահն է եւ պետական անվտանգության հարց է։ Էլի շատ կլինեն, բայց պետքա հետևել իրականում լուրերին, որովհետեւ մենք հասկանում ենք, չէ, որ Եվրոպան մի քանի անգամ ավելի մեծ շուկա է եւ Հայաստանը, եթե հանկարծ ստացվի, որ հայտնվի այնտեղ, այսինքն եթե Հայաստանը կարողանա ստանալ այնպիսի որակ եւ այնպիսի արտադրություն, որ այդ շուկան մեր համար դառնա բաց շուկա, այդ շուկան դառնա մեր համար հասանելի, այստեղ Հայաստանի Հանրապետությունը շահելու է։ Ու լիքը այստեղ կլինեն նաև դուժող իհարկե անձեր, անձնական շահերով դուժող իհարկե եւ կլինեն մանիպուլյացիաներ, պետքա շատ զգույշ լինել։ Այ արդեն քանի որ Եվրամիությունը թույլ տվեց, որպեսզի մենք ձկնամթերքը արտահանենք, թեև հիմա ինչ որ բողոքի ակցիաներ լինում են, այս մասով ձեր խորհուրդը կոչը որն է, հա, եւ ոչ միայն ձկնամթերք արտադրողներ, մյուսներին, որովհետեւ հասկանալի է, որ սա նոր շուկա է եւ խնդիրներ իհարկե կլինեն, թեև աջակցությունը դեռ կա։ Եթե անձամբ շփվել եմ մի քանի մեծ ձկնաբուծողների եւ նույնիսկ արտահանողների հետ, հա ունեն իրանք էլ ունեն այդ մտավախությունը եվրոպական շուկայի փակ լինելը իրենց համար, մյուս շուկայի փակվելը արդեն եւ այլն, բայց իրանք էլ շատ լավ հասկանում են, որ որոշակի ներդրումներից հետո այդ շուկան իրենց համար հաստատ հասանելի կլինի։ Այստեղ նաեւ կարծում եմ մեր գործարարներն էլ, մեր բիզնեսմեններն էլ պետք է մի փոքր կարող է միգուցե մի ինչ որ փուլում մի քիչ ավելի ծախսեր անեն եւ այլն, բայց ելի եմ ասում, մենք գործ ենք ունենալու շատ ավելի մեծ շուկայի հետ, շատ ավելի թանկարժեք շուկայի հետ, որը միայն իրանց օգուտ իրանց շահերից է բխելու, այսինքն մեր գործարարների շահերից է բխելու։ Ինչպիսի ազգային ժողով կունենանք ապագայում ըստ ձեզ։
Սկզբի փուլում չեմ էլ պատկերացնում ինչ խայտարակություն է լինելու, որովհետև այնտեղ ես կարամ անուններ թվարկեմ, որոնք չգիտեմ ազգային ժողովում ընդհանրապես իրանց գոյություն ունենալը ինչի է վերածելու ազգային ժողովը, փաստացի ունենք այնտեղ Էդգար Ղազարյան, օրինակ, ես չեմ պատկերացնում ազգային ժողով Էդգար Ղազարյանով, որովհետև այդ մարդը Facebook-յան էջը պարզապես պետքա թերթել հասկանալու համար, թե ինչ խնդիրներ ունի։ Չմոռանանք, որ այդ մարդը անշունչ առարկաների հետ կռվող մարդ էր, այդ մարդը այն մարդն էր, որ ուզում էր, որ հայ սակրավորները պայթեն մինաների վրա, այսինքն ինքը խնդիրներ ունի որոշակի, ես չգիտեմ ինքը ոնց է դրսևորելու իրան ազգային ժողովում։ Այդ նույն մարդը եւ մնացածները, երբ որ երեխաների պաշտպանության օրենքներ ընդունվում, պնդում են, որ հայկական ընտանիքներում խնդիր չկա, չի կարող լինել, դու գիտեք ինչ հայկական ընտանիքը դրանից ընդամենը օրեր անց արդեն վեդու գործով էին անհանգստացած ու ասում ինչի չի բացահայտվում եւ այլն։ Այսինքն ուզում եմ ասեմ, այդ մարդիկ պրոբլեմ են ու ես չեմ պատկերացնում սկզբի փուլում ինչեւ իրանք հուսով եմ կգիտակցեն որտեղ են գտնվում ու կգան այդ պահվածքին, այդ գիտակցությանը սկզբի հատվածում ես չեմ պատկերացնում ինչպիսի ազգային ժողով լինելու, բայց դրական բառերով չեմ կարող ամենայն դեպս թվարկել մի ազգային ժողով, որտեղ կարող է լինել, եմ ասում Նարեկ Կարապետյան, Էդգար Ղազարյան ու մնացածներ։ Եվ հաջորդ գումարման խորհրդարանում դուք չեք լինելու, ձեր ուղերձը ո՞րն է գործընկերներին։ Ու գործընկերներից երևի թե առաջի ուղերձը այն է լինելու, որ նյարդերը ամուր պահեն, որտեղ ես հասկանում եմ, թե ինչ ահռելի ճնշում է լինելու իրենց նյարդային համակարգի վրա այդ մարդկանց այնտեղ ներկա լինել, այդ մարդկանց խոսույթը, այդ մարդկանց ես հիմա բանից ասում եմ, պատկերացնում եմ իրենց պահվածքն ու խոսույթն ու իրենց այն ինչ որ իրանք անում էին դրսում, այդ գալու է ազգային ժողով։ Ու միակ մաղթանքս այն կլինի, որ մնան իրանք գծի մեջ, որովհետև իրանք շատ մեծ բարձր որակներ ունեն, այդ որակները շատ սիրել ու գնահատել եմ, այդ որակներով իրանք էլի անընդհատ հաղթելու են, պարզապես պետք է նյարդերը ամուր պահել։ Եվ առաջիկայում ինչով եք պատրաստվում զբաղվել։ Ես մի քանի տենց ճեպազրույցների ժամանակ էլ ասել եմ, այս պահին առնվազն պատկերացում տենց չունեմ, որովհետև դա նաև կախված է թե ինձ որտեղ կարող է տեսնեն, ինձ ինչ առաջարկներ կլինեն, կարող է լինեն, կարող է չլինեն, այս բան չի էլի, այսինքն քանի որ նոր է դեռ ձևավորվում ամեն ինչ, դժվար է պատկերացնել, թե դու որտեղ կարող է լինես կամ որտեղ կարող է պետք ես, որտեղ ես չեմ ուզում լինեմ այնտեղ, որտեղ ես պետք չեմ կամ լինեմ այնտեղ, որտեղ ես չեմ կարողանալու։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Տիգրան Պարսիլյանի հետ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։